Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 16։ Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, եւ ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ նրանց արդարությունը ինձանից է, ասում է Տերը։ Եսայի 54-րդ խոսք։ Թշնամու դարբնոցներում մեծ աղմուկ է տիրում, նրանք գործիքներ են պատրաստում սրբերին հարվածելու համար, սակայն այդ զենքերը չեն կարող գործի դրվել, եթե սրբերի Տերը թույլ չտա նրանց, քանզի նա ստեղծեց դարբնին, որը կրակի մեջ ածուխներ է ավելացնում։ Բայց նայեք, թե որքան ջանասիրաբար են աշխատում, քանի սուր ու նիզակ են պատրաստում, սակայն դա կարևոր չէ, որովհետև յուրաքանչյուր զենքի սուր բերանի վրա կարելի է կարդալ այս գրությունը. դա պիտի չհաջողվի։ Բայց հիմա լսեք մեկ այլ ձայն, դա լեզուների պայքարն է։ Լեզուները ավելի սարսափելի գործիքներ են, քան մուրճերով ու զնդանով պատրաստվածները, եւ դրանց հասցրած չարիքը ավելի խորն է կտրում եւ ավելի լայն տարածվում։ Ապա ինչ է լինելու մեզ հետ հիմա։ Զրպարտություն, ստեր, ակնարկներ, ծաղր, այս ամենը թունավոր նետեր են։ Ինչպես կարող ենք մենք դրանց դեմ պայքարել։ Մեր Տեր Աստվածը խոստանում է մեզ, որ եթե չկարողանանք լռեցնել նրանց, ապա գոնե կարող ենք խուսափել նրանց ձեռքով կործանումից։ Նրանք մեզ դատապարտում են մի պահ, բայց վերջում մենք էլ կդատապարտենք նրանց, բայց հավիտյան։ Սուտ վկայող բերանները կփակվեն, եւ նրանց սուտը կվերածվի այն բարի մարդկանց փառքի, ովքեր տառապել են դրանց պատճառով։